Ձեր Տեր Աստվածը սիրում է ձեզ։ Այն Աստվածը, որ հավաքել է ձեզ այս վայրը, Աստծո ժողովուրդ, հոգ անում քո համար։ Քո վիճակին մի նայ ինչ վիճակի մեջ ես։ Մի նայ, որ խնդիր ունես, մի նայ, որ պրոբլեմ ունես։ Նայի Տեր Հիսուսի խաչին։ Նրա խաչը քեզ կարա բուժի։ Նրա վերքերը քեզ կարա ամբուժեն։ Տեր Հիսուս հենց այդպես ասում, ուզում եմ կարդամ Եբրայեցի 12:2-ը, ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախությունը համար խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Սիրելի Աստծո մարդ, հերիքա դու քո վիճակում նայես Տեր Հիսուսին։ Նրա թափածարյունը քեզ կարա բուժի։ Եթե այսօր էլ դու չստանաս քո մարմնավոր բժշկությունը, եթե այսօր չստանաս քո հարցի լուծումը, բայց հավատա այս փաստին, Աստված ուզում է քո մտքի աշխարհի մեջ, քո հոգու աշխարհի մեջ, որ դու ամբողջովին պատկանես իրան։ Երբ որ քո մեջ այս հարցը լուծվում է, դու արդեն չես նայում քո մարմնավոր բժշկությանը, չես նայում քո հոգսի պատասխանին, որովհետև քո ներսը իրան է ուզում փառք իրան, քո ներսի սիրեկանը նայա դառնում, միակը նայա դառնում, որովհետև Տեր Աստված հենց այդպես ասեց. եթե ես չլնեմ առաջինը քո կյանքում, դու պետք է իմը լինես, ես քոնը լինեմ, որովհետև քո սրտի դռան ետևում կանգնած թակում է, որ դուռը բացես, նա պիտի մտնի քո մեջ, նա պիտի հանի քո մեջից բոլոր բաները, այն ինչ որ իրանը չի, այն ինչ որ ինքը չի հաստատե, Աստված ուզում է մտնի քո հոգևոր աշխարհի մեջ։ Ես ինչ եմ ուզում, սիրելի Աստծո մարդ, ես ինչ եմ ուզում, դու ինչ ես ուզում։ Ես ուզում եմ կարդամ Հովանու ավետարան, տեսեք մի հատ հատված եմ կարդում, բոլորից շատ ծանոթ է, 5-րդ գլուխ, կարդալու եմ 4-րդ խոսքից։ Սա այն հատվածն է, որը որ ավազանի կողը պարկած մի մարդ կար հիվանդ 38 տարի։ Հետաքրքիր է, սա էլ ավազան, Աստծո ժողովուրդ։ Սա էլ Աստծո տունը։ Հրեշտակը գալիս է եւ խառնում ամեն անգամ։ Եվ ինչ է տեղի ունենում, ով որ առաջինը կարողացավ գցի այդ ջրի մեջ, նա բժշկություն պետք է գտնի։ Այս հիվանդը սրան հավատում էր։ Դրա համար նստել էր։ Դրա համար հույս ուներ, որ մի օր ինքը պիտի մտնի այդ ջրի մեջ եւ բժշկություն ստանա։ Բայց մի հատ բայց կա։ Ես կարդում եմ 5-րդ խոսքից Աստծո ժողովուրդ, ժամանակը շահեմ։ Հոն մարդ մկար, որը 38 տարի է ի վեր հիվանդություն ուներ։ Հիսուս երբ տեսավ նրան, որ ընկած պարկած էր, իմացավ, թե շատ ժամանակ է ի վեր է, ասեց նրան. կուզես առողջանալ, ինձ ասում, կուզես առողջանալ, ամեն մեկը ասեք ինձ ասում, կուզես առողջանալ, երբևիցե կարդում անցնում ենք, մտածում ենք, որ սա հիվանդի մասին է, հիվանդի մասին չի, քո մասին է, իմ մասին է, Աստված անցնում է եւ ասում է, Հիսուս անցնում է եւ ասում է, ուզում ես առողջանալ, հարկ չի, որ ջուրը խառնի, հրեշտակը նորից տես այդտեղ։ Մարդիկ կան, որ չեն կարացե գանես վայրը, մարդիկ կան իրանց տներում են։ Աստված ամենուրեք է, Աստծո ժողովուրդ, Աստված ամեն տեղը հավատացեք ես փաստին, Աստված բոլոր տեղ կա, հերիքա դու հավատաս Տեր Հիսուսի ասացին, ուզում ես բժշկվել, Աստված քեզ հարց է տալի։ Բայց տեսեք պատասխանը երբևիցե, ճիշտ է մենք ասում ենք, այո Տեր ուզում ենք բժշկվել, բայց գիտեք ինչ է տեղի ունենում։ Շարունակում եմ խոսքը։ Հիվանդը պատասխան տվեց անոր. Տեր, մարդ չունեմ, որ երբ ջուրերը խառնվին, ինձ ավազանը գցի, ու քանի որ ես ծանր կշարժվեմ, ինձ վե առաջ ուրիշ մեկը բժշկվի։ Հոգսը տես բերում Հիսուսի առաջ։ Ցավը տես բերում Հիսուսի առաջ, ասում ես ախր ես ցավն ունեմ, ես հոգսն է, Տեր Հիսուս, ոնց բժշկվեմ, եթե ես հարցերը իմ մեջ կա, չեմ կարում ազատագրվեմ ես խնդիրներից, ես պրոբլեմներից,
Տերը քեզ ասում է, ուզում ես բժշկվես, սիրելի հոգի, որովհետև Աստված ուզում է քեզ բժշկի, երբ որ դու քո մտքի մեջ դնում ես։ Հիշում եք, մի կին կար 12 տարի հիվանդություն ուներ, այս կինը ինքը իր մտքի մեջ դրեց Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 20 խոսքը, այս կինը իր մտքի մեջ դրեց, երբ որ Հիսուսի հանդերձին կպնեմ, պետք է բժշկվեմ, Աստծո ժողովուրդ, քեզ պետք է հավատաս Հիսուսին, երբ որ դու ես հավատքով մոտենում ես Տիրոջը, Աստված քո կյանքում փոփոխություն է անում, Աստված անում է այն գործը, որը ինքն է ուզում մեր սրտերում տեսնի, երբ որ մեր սիրտը բժշկվում է, երբ որ մեր հոգևոր աշխարհը բժշկվում է, մեր մարմնավոր աշխարհը արդեն կբժշկվի, եթե չբժշկվի էլ, արդեն բժշկված ենք, հիշում եք, Դանիել Մարգարիություն 3-րդ գլխում, Միսակը, Սեդրակ, Աբեդնագովը, երբ որ կանգնեցին կրակի առաջ, թագավորի առաջ, ինչ ասեցին, թեև մեր Աստվածը չպահի էլ, մեկ է քո կուռքին երկրպագություն չենք անելու, որովհետև մեր Աստծուն ենք պատկանում մենք, երբ որ ես մտքով ես նորոգվում, ով Աստծո մարդ, դու հաղթահարում ես մահին, դու կարում ես անցնես այն ճանապարհը, որ դրվել է մեր առաջ, Աստված ուզում է քո մեջ տեսնի հաղթական քրիստոնյա, հավատքով գնացող քրիստոնյա, սա է Աստված ուզում մեզանից, մենք ինչ ենք մտածում դրա մասին, թե մենք մտածում ենք տկար ենք, չենք կարում, դե հավատներս չի հերիքում, դե մենք զորավոր եղբայր քույր չենք դրանց նման, տկար ենք, սիրելի հոգի, քեզ մի բան եմ ասում, անօրենը եթե ուզեր, քեզ կուլ տար, վաղուց կուլ էր տվե, անօրեն այդ հնարավորությունը չունի քեզ կուլ տալու, որովհետև դու ցանկապատված ես Աստծո ցանկով փառք իրան, որովհետև մեր Աստվածը մեզի պահում է, որովհետև Աստված սահմանադրել է ամեն ինչին, Աստված քեզ սիրում է, Աստված եթե թողեր, մեզի վաղուց քամուն էր տվե, մեզի վաղուց կործանել էր կործանիչը, բայց Աստված իր ժողովրդին պահել գիտի փառք իրան, որովհետև Աստված սիրում է իր ժողովուրդը, ով որ առավոտ կանուխ փնտրում է իրան, ով որ Տիրոջն է կանչում, Աստված այցելություն անում է ժողովրդին, սիրելի Աստծո հոգի, մի վախեցի, որովհետև Աստված քո Տերն է, քո Աստվածն է, Աստված ուզում է, որ քո կյանքում բարձրանա, Աստված ուզում է քո հավատքը տեսնի եւ տեսնի, որ դու նայում ես Քրիստոսի խաչին, տեսեք ինչ ասում Եսայա մարգարեն 45-րդ գլուխ, 2-րդ խոսքը, ես քո առջևից պիտի գնամ, խորթուբոր տեղերը պիտի շտկեմ, պղնձե դռները պիտի փրցնեմ, երկաթե նիգերը պիտի կոտրատեմ, եւ խավարի մեջ ծածկված գանձերը ու պահված հարստությունները փառք իրան, քեզի պիտի տամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը, Իսրայելի Աստվածը, որ քեզ անունովդ կկանչեմ։ Մեր անունը գիտեք, կարող է եղբայրը քո անունը շփոթի, քույրը քո անունը շփոթի, բայց նա քեզ գիտի քո անունով, գիտի, որ դու ով ես, գիտի դու ինչ հոգս ունես, գիտի ինչ ծանրության մեջ ես, դու կարող անգամ հոգս ունես, սկի չես կարում խոսած դրա մասին ինչ-որ մեկի հետ, ծանր հոգս է քո մեջ, բայց նա գիտի, այդ հոգսդ բեր իր առաջ, Աստված ուզում է, որ դու հավատքով մոտենաս իրան, Աստված չի ուզում, որ դու քո տկարությունները բերես իր առաջ, Աստված չի ուզում, որ դու քո պրոբլեմները բերես իր առաջ, Աստված ուզում է, ոնց կաս գաս իր առաջ, ուզում ես բժշկվես, սա է Աստծո ուզածը քո կյանքում, Աստված սա է ուզում մեզանից, մի տեղ էլ կարդում եմ ու աղոթքի կկանգնենք Աստծո ժողովուրդ, տեսեք ինչ ասում ավետարանը, 2 Կորինթացիս 4:16-ից կարդալու եմ, այս պատճառով չենք վհատվիր, թեպետ այս մեր դուրսի մարդը ապականվի, սակայն մեր ներսի մարդը օրեօր պիտի նորոգվի, այս հավատքով պիտի նորոգվենք,
որովհետև մեր վարկյան թեև նեղությունը ավելի ու ավելի հավիտենական փառքի գերազանցությունը պիտի ներգործե, ուստի մենք երևցած բաներուն նայինք, հապա չերևացածներուն, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևացածները հավիտենական են։ Այս հավատքն է ուզում տեսնի Աստված քո կյանքում։ Հավիտենության մասին մտածենք Աստծո ժողովուրդ։ Այս հավատքով նորոգվեք, որ մեր մարմինը թեև մաշվի, բայց իմ զորությունը Քրիստոսա փառքիրան։ Այս հավատքն է ուզում Աստված տեսնի քո կյանքում։ Երբ որ դու այս հավատքով նորոգվում ես, հավատացնում եմ քեզ, մնացած հարցերը լուծված գալիս է։ Երբ որ խոնարհվում ես Քրիստոսի խաչի տակ, Աստված լուծում է քո մնացած հարցերը, սկի դու չես էլ արդեն ուշադրություն դարձնում, մեկ էլ տեսնում ես այն մի հարցը լուծվավ, առողջությունը դզվավ, երբևիցե Աստծո ժողովուրդ, այս խնդիրները մեր կյանքում երբ որ առաջանում է, սա պետք է մեզ, որովհետև այդ խնդիրների մեջ մենք ավելի ենք ընկնում Հիսուսի ոտները։ Այդ խնդիրների մեջ մենք ավելի ենք հավատքով նորոգվում, որովհետև նայեք Աստվածաշնչից առաջից մինչև վերջը բոլոր հոգևոր մարդիկ անցել են այդ ճանապարհը, բոլորը դժվարություն են տեսել, բայց Աստծո ոտների տակից հեռու չեն գնացել, գիտեք խի, որովհետև նեղության մեջ ավելի ես կպնում Հիսուսին, ավելի ես նրան նայում, ու այս խոսքը քո կյանքում հաստատվում է, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Սա է Աստծո ուզածը մեր կյանքում, որովհետև Աստված ուզում է մեր կյանքում տեսնի այս հավատքը, արդ հավատքը հուսացած բաների հաստատությունն ու չերևացած բաների ապացույցն է։ Մենք պիտի չերևացած բաները տեսնենք Աստծո ժողովուրդ։ Մենք պիտի տեսնենք մեր հոգիները նրա հետ ապրելուց։ Երբ որ քո հավատքը սրա վրա չի նորոգվում, երբ որ քո ներսը չի կառուցվում սրա վրա, մենք կթուլանանք, մենք կընկնենք։ Դրա համար մեր աչքերը ամեն ժամանակ պիտի նայի Հիսուսի խաչին, փառք Տիրոջը սրա համար։ Այս հավատքով կանգնենք աղոթքի, ասենք Տեր, մենք ուզում ենք, որ մեր աչքերը նայի դեպի քեզ, որովհետև մեր բժշկությունը, մեր օրհնությունը այդտեղից է գալու։